ամենահետաքրքիրը, որ այս ամբողջ Վենեսուելայի պատմության մեջտեղում ուրեմն Տրամպը վերցրեց ասեց, որ եթե սկսեն ցուցարարներին փողոցներում սպանել կամ ինչ-որ բաներ անեն, մենք կպատասխանենք, այսինքն այնպես կանենք, որ իրենց ավելի վատ կլինի, սարսափելի բաներ կլինեն եւ այլն։ Տրամպի խոսքերով we will hit them hard, sense այդ իրանց կխփենք։ Տրամպը միշտ մի բան ասում է, Մարկո Ռուբիոն դուրս եկավ եւ իր կարծես թե ինքը եւ արդարացնում էր Վենեսուելայի օպերացիան, բայց միաժամանակ այսպեսի մի հատ նախադասություն ասեց, որ շատ հետաքրքիր էր։ Ասեց Մադուրոն ուներ իր շանսը, այսինքն ժամանակին կարող էր խելոք դուրս գալ այնտեղից։ Just like the Iranian regime had its chance. Ճիշտ այնպես ինչպես Իրանյան ռեժիմը Իրանի ուներ, ոչ թե ուներ իր շանսը։ Այս անցյալ ձևով դրված այս բանը շատ տարօրինակ հնչեց մի տեսակ, հետո ինչ կապ ուներ Իրանը ստեղ Վենեսուելայի հետ, ինչու խառնեցին այդ երկուսը իրար, բայց սա երկու բան է ցույց տալիս։ Մեկ, որ Իրանի հարցը ուրեմն չի չեն գցել մի հերու ապատգայի որպես խնդիր, այլ դա առօրյայի վրա է կանգնած իրենց եւ ավելի կարեւորը որ դա արդեն որոշված հարց է, որովհետեւ այդպես անցյալով ասեց, ուներ իր շանսը, այսինքն այլևս խոսալու տեղ չմնաց։